Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, մի հատ խամ տեղ եմ։ Ես գտնվում եմ Գոշում։ Գոշ գյուղում գտնվում եմ մի գողտրիկ շատ հարմարավետ խաղաղ անկյունում, որը հենց այդպես էլ կոչվում է, քո խաղաղ անկյունը Գոշում, ու դիմացնել մի անգամից ցույց տամ ու նոր ասեմ, իհարկե մանրամասն կասեմ, Գոշավանքն է հենց տեսարանը, որ մի բան արժի, թեկուզ զուտ տեսարանի համար կարող եք գալ։ Սիրելի հետևորդներ, հրավեր ենք ստացել այստեղից նորաբաց հյուրատուն կարելի է անվանել, առանձնատուն, որտեղ կարող եք կազմակերպել ձեր հանգիստը, կտրվել այդ քաղաքի աղմուկից ու գալ այստեղ մաքուր օդում հանգստանալ, լավ խաղաղ ժամանակ անցկացնել։ Կարող եք նրանց գտնել Instagram-յան էջում, որտեղ որոնելով քո խաղաղ անկյունը Գոշում կամ Artica House։ Հենց նոր իմացա, որ Artica House բաղկացած է նրանց տղամարդկանց անուններից, այսինքն պապայի ու երկու տղաների անվան առաջին երկու տառերից։ Ես մանրամասն ձեզ կներկայացնեմ, այս ինչ տեղ է, այս ինչ տեղ չի։ Իմիջիայլոց ասեմ, որ մի անգամից համաձայնվել եմ գալով, որովհետև էգուց ծնոնդս է։ Ասեցի լավագույն նվերը հենց էս կլինի, որ գանք, այստեղ մնանք, մի օր էլ ծնունդս տանից հեռու նշենք էլի։ Ու այնպես ստացվեց, որ զուգադիպեց, այսօր իրենց տղայի ծննդյան տարեդարձնել է ու ոչինչ կյանք։ Ու մասնակցեցինք նաև տարեդարձին։ Ասեմ, որ ի սկզբանե նկարահանում չսկսեցի, եկանք այստեղ գնացինք, մեզ լավ հյուրասիրեցին, մի լավ կերել խմել ենք ու նոր անցել ենք մեր նկարահանումներին։ Հիմա մի կողմից սկսեմ ձեզ ցույց տալ։ Սիրելի հետևորդներ, սկսեմ հենց բակից։ Ասեմ, որ եթե հասցեն չիմանալ ու գաք մի կերպ հասնեք Գոշավանք, Գոշավանքի դիմացից նայում եք դեպի ուղիղ ու գտնում եք այս առանձնատոնը։ Արևն աչքերս ծակում, տեսեք, ընդեղից ստեղ, ճիշտ ասած ես նկարներով էի տեսել ու ինձ թվում էր բավականին հեռու է, իրականում ավելի մոտ է։ Եվ քանի որ սկսել ենք դրսից, իհարկե իրիկունն էլ ձեզ ցույց կտամ, որովհետև ամբողջ տարածքը լուսավորված է ու շատ գեղեցիկ է։ Այստեղ ներկայացնեմ ձեզ ճոճանակները, որը որ շատերի համար շատ կարևոր է։ Հիմա ես ինձ կդնեն այն թոկերը։ Երևի։ Քինամ փորձեմ։ Կամ անց նստեմ էլի, բայց իրիկունը լուսավոր, երբ լուսավորվի ու արև չլինի, որ շոքենք, կարելի է այստեղ նստել ու գիրք կարդալ, խաղաղ, իմիջայլոց դիմացով էլ գետ է հոսում, ոչ շատ վարար, իհարկե բավականին հեռավորության վրա է, ու այդ դե բնության գրկում է, ինչպես տեսնում եք, բնության այս թռչունների ծլվելոցը, ծառերի քամու, թևին գնալ գալը ու գետի խշշոցը, այ քեզ խաղաղ անկյուն Գոշում։ Բացօթյա նստելու համար ունենք այսպիսի նստարաններ ու կարող են նաև կրակ վառել, եթե ցուրտ լինի ու կրակի շուրջը նստել։ Քանի որ նոր է ստեղծվում է հյուրատունը, ժողովուրդ, հնարավոր է ինչ-որ բաներ, որ ասեք էսխի էս ինչ տեղը այնպես չի, այն ինչ է այնպես չի, դեռ աշխատանքը շարունակվում է ու դեռ լիքը սիրունանալու է, չնայած որ հիմա էլ շատ ընդիր է։ Հրաչս էլ այդ ենց մեջքը պիտի մեջքովդ լինի էլի չնստես այդ ենց դե ճոճոր բոզում իր ինչ անոս կյանք բոլոր լույսերը վարվելու է գիշերը շատ սիրուն է
Ոյ, ես քեզ մեռնեմ։ Ասմակյալ դեմ ստի TikTok քաշեմ ու story անեմ, ռեխես գիտեմ ավեր սաղ հետա, այդ պյանին ենք։ Սա երևի թե հա, դրսի մասին, հիմա առաջանանք ու ես ձեզ թույս տամ ներսը։ Սկսենք երևի թե այստեղից, մեքենայի կայանման համար նախատեսված վայր, ու այսպես կանաչապատված սիրուն տարածք, ու խնդրեմ մուտքը, այստեղ դեռ աշխատանքներ են տարվելու, ժողովուրդ, էլի նստելու տեղ, ինչպես տեսնում եք, սիրուն ծաղիկներ, այստեղ եւս ժամանցի սուրճ վայելելու, հանգիստ նստելու ու թար մոտ շնչելու համար տեղ, ինչպես տեսնում եք, գեղեցիկ ծաղիկներով։ Ես ուզում էի դրսից վերջացնեի նոր տուն գնայի, ներողություն եմ խնդրում, ձեզ խաբեցի, որպեսզի կանաչը ոտնատակ չտամ, այ այսպես առաջանում եմ ու այնտեղ եւս մի սիրուն տեղ կա։ Գնացինք, ճիշտն ասած ինձ համար էլ ավելի լավ է, որովհետև վերջի շրջանում ընտանիքիս անդամներով տեղ չէինք գնում, այնպես էր ստացվում երեխաները դասի, պարապմունքի, այսպես, այնպես ու այդքան էլ չեն սիրում մեզ հետ ման գալ ու այսօր մի ասելով համաձայնվեցին ու սիրուն եկան, լավ արին։ Ասեք, որ էս էլ մի բան արժի, կդմենա, չէ։ Օպա, էսա վդեմ ընգնիլ խայտարակլեմ կամերայի ղայքին, կացի բացեմ նոր։ Օպաս, ոյ, էս է չի լավ։ Ծառերի շվաքում, ընտիր, մաքուրոտ, թարմությունա, չորս բոլորը թարմությունա։ Այստեղ նստեմ երկու բառ էլ խոսեմ ու նոր, այստեղ էլ իրենց փոքրիկ այգինա, որտեղ ցանկ սարված, լոբիա, կարտոֆիլա, կուկուրուզա եւ այլն, բայց դա ընդհանրապես չի խանգարում, ընդհակառակը, ովքեր որ կցանկանան տեսնել ինչպես է դա կատարվում, այն աչքի առաջ երևում է, ստի էլ ունեն նաեւ մոր։ Իմ կարծիքով, եթե մորը արդեն հասած լինի ու դուք գաք այստեղ, մի հատ պոկել ուտելու համար, որ ձեզ ոչ մեկ չի քարկոծելու, ու իհարկե բացի տանը եղած հարմարությունների, սիրելի հետևորդներ, եթե նախընտրում եք հանգիստը բնության գրկում, ապա սա հենց ձեր համար է, որովհետև կտրված է այն մեքենաների ձայներից, այն մեքենաներից դուրս եկած են տհաճ հոտից, որը որ հիմնականում քաղաքներում է, ու այստեղ իսկապես հանգստանալու գալու տեղ է, էլի ոչ թե ժամանցի եսի մինչեր անելու գալ ու հանգստանալու տեղ է, ովքեր ուզում են գան ու հանգստանան, համեցեք։ Այստեղ էլ նստարաններ ու սեղան, տեսակ արդեն ծառերի ստվերում, մենք ասում ենք ծառերի շվաքը։ Մինչ այլոց մեր նույն բարբառն է ստեղինն ու Շամշադինինը։ Նույն Տավուշի մարզն ենք, ժողովուրդ, աստիճաններով իջնում ենք ու գալի արդեն իսկ բարձրանում եմ տուն և ցույց տամ ձեզ տան բոլոր հարմարությունները, չգիտեմ ասեցի թե չէ, ուրեմն մի քանի օր առաջ նամակ ստացա ինստագրամից, որ Գոհար, բարև Բարլուս ոնց եք ինչ եք ով, անծանոթ մի էջից ու Գոհար ջան, ես վերջը այս պայմաններով ձեզ հրավիրում եմ մեր հյուրատուն հանգստանալու, կարող եք գալ ձեր ընտանիքով, ինձ էլ ինչ էր մնում, երբ գամ, երբ չգամ, օր ենք պայմանավորվում, որ իրենց էլ հարմար լինի, ինձ էլ, այնպես ստացվեց, որ որոշեցինք հունիսի 14-ին ու մանավանդ, որ հրավերքը գիշերակացով էր, հունիսի 15-ին էլ իմ ծննդյան օրնա, ասեցի, էտա, կակրաս, գնում ենք ու մնում ենք, վաղն էլ ծնունդս տանից հեռու ենք նշում, այս տարին էլ թող այդպես անցնի, այնպես որ սա լավագույն նվերներ իմ ծննդյան օրվա կապակցությամբ, անուշի կոտակենի,
Սիրելի հետևորդներ, ամբողջ տարածքը լիքը աշխատանքներ է տարված, շատ սիրուն լուսավորություն է տարված, երեկոյան ձեզ ցույց կտամ անպայման։ Հիմա գնանք ներս։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, սկսեմ երևի թե հենց մուտքից։ Welcome, բարի գալուստ։ Ու առաջացանք։ Սա մուտքը միջանցքը, այստեղ հենց մուտքում հագուստը կախելու հարմարություն, ես ուզում եմ բոլոր մանրամասնությամբ ձեզ ցույց տամ, որ պատկերացնեք հարմար լինելու աստիճանը։ Այստեղ ունենք, ահա, այսպիսի կարևոր բաներ, այստեղ եւս։ Քանի որ այսօր առավոտից մեքենայի մեջ, ճանապարհին, այստեղ, այնտեղ ու զորով հոգնած տեղ ենք ասել, ես էլ կոշիկներս հանում եմ ու հագնում եմ, հաջան, չէ կյանք, բերել եմ հանի, առաջացանք, իսկ մինչ առաջանալը ասեմ, որ նախապես իմանում են ովքեր են հյուրերը, ինչ մարդիկ են ու արդյոք երեխաներ կան թե ոչ ու ունենք ահա այսպիսի ուգադայիկ տո խաղ, ունենք Egyptian two chess, ահա խաղալու ենք հեսա, մի քանի խաղ մի խոսքով այսպես դարակում դրված, որի համար շատ շնորհակալ ենք ու մեր երեխաների, որ մեր երեխաների զբաղվելու համար եւս մտածել եք, առաջացանք։ Միջանցքով առաջանում ենք եւ առաջին աչի վրայի դուռը խնդրեմ խոհանոցն է։ Դեռ ես էլ չեմ մտել ու չեմ նայել ինչ կա, ինչ չկա, Շուշանիկը ի սկզբանե ցույց տվեց, այդպես արագ մի հատ անցանք ու հիմա սկսեցինք ավելի մանրամասն։ Ու քանի որ ինքն էլ խուսափում է տեսախցիկից, մնացել եմ այսպես մենակ։ Ես ինքս կներկայացնեմ ձեզ։ Դնեմ այստեղ եւ առաջանամ։ Լույսն էլ վառեմ։ Այս էլ ես։ Սառնարան։ Սալյուտները։ Ծնունդել դենք անի։ Են հասարանի դյուրպուկիա, ամանների սրպիչ, բռնիչներ, որքանով տեղյակ եմ, սպասք եւս պիտի լինի, հացամաններ, սպասք, այստեղ սուրճի, թեյի, սրճեփներ, տարբեր չափերի թասիկներ, տարբեր տրամադրության բաժակներ, ինչ ունենք, այստեղ ամբողջը ժամանակակից, հիմա ինչ որ կա ժողովուրդ, ես սրանց ասում եմ տաշած բաժակներ, տշտշորած բաժակներ ու սուրճի թեյի բաժակները, խնդրեմ, ապահովված ասառը ու տաք ջրով, ունենք էլեկտրական թեյնիկ, ունենք սուրճ, թեյ, խնդրեմ, տնական թեյ, դաղծան, անայա, չգիտեմ ես որնա, իրիկունն անպայման իրար հետ թեյ կխմենք, շաքարավազ, անձեռոցիկ, գտալ, պատարակաղ, դանակ, ինչ ուզես, ափսեններ, ամաններ, քամիչ, թավա, կացա, խառնիչ, բացիչ, քերիչ, ինչ ասես ժողովուրդ, ու իհարկե շշեր, շամփուրներ, գազը աշխատում է, ունենք նաև լվացքի մեքենա, էլ ինչա պետք խոհանոցում, այսքանից ավել ոչ մի բան պետք չի կարծում եմ, առաջանանք, եկեք, Սիրելի հետևորդներ, խոհանոցի հարևանությամբ գտնվում է այսպես հյուրասենյակ, մեծ լեն ու բոլ ու ասեմ, որ շատ հով, դա նշանակում է, այստեղ կարող են գալ ոչ միայն հանգստանալու, այլ նաև հով ու զով
հովն ու զովը վայելելու։ Բազմոց իր բասկաթոռներով, մեծ սեղան, նույնիսկ քանի հոգով որ գաք կարող եք, եթե խոհանոցում չտեղավորվեք, այստեղ նստեք հացի, հեռուստացույց ու մի հատ մեծ այն ժամացույց։ Արդեն 3:30 է։ Ամեն ինչ շատ ճաշակով անդրված իմիջայլոց։ Գնացինք առաջ, այստեղ այդքան երկար բարակ խոսելու կարիք չկար, հրաչս արդեն տեղավորվել է։ Ըստ հերթականությամբ առաջանանք, այստեղ երևի թե հա, բաղնիքն է։ Լույսը վառեմ, մարեմ։ Ահա։ Լողասենյակ, լոգարան, շամպուններով, սուշիլկով, ասել եմ արդեն տաք ու սառը ջրով, կախիչներով, այսպես ամեն անհրաժեշտ բարագաններով։ Ահա։ Բոլալ, թե էլ շարունակեմ, քնացինք, բայց այսքան ասիլս իզուր չլի, էլի պտիկյակ տնակ, վայելեք, հանգստանակ, իհարկե, գնացինք։ Նորից դուրս եկանք միջանցք։ Եկանք այ ստի։ Էս էլ մեր սենյակն։ Մեծ մահճակալ, իմիջայլոց սպիտակ եղենը, առանց ձևավոր թիթիզ բաների, շատ ճիշտ ընտրված։ Մեծ պահարան, լուսամուտը նայում է դեպի բնությունը, այստեղ էլ հայելի։ Նորից ես եմ ձևավորում, ուղղակի շատ հասարակ, բայց շատ ճաշակով, համեստ։ Ու դարակներ, ուզում եք մի ամսվա ձեր կոսմետիկան բիրեք ստիացեցեք, սիրելի կանայք, նաև մազերի հարդարիչ, ֆեն, ինչպես ասում ենք։ Էդ էլ դա, որպիսի մահճակալին չնստեն ու չտրորեն, շատ դվրինգ է, կան նաև աթոռներ, էլի շատ ճիշտ մտածված, ունենք սրբիչներ, վայ, ուզում եմ թե քնամ, ինչ նկարահանում, ինչ բանքուն ստանում եմ, էդ էլ էդպես, անցանք երեխաների սենյակին, նորից դուրս ենք գալիս միջանցք, ես էլ իմ բալ են, մեռնեմ ջանին, այստեղ էլ կքնեն երեխաներս, Նարեկս ու Հրաչս, էլի նույն ոճով, պահարանով, ամեն ինչով, աթոռներով, սրբիչներով, սիրուն սպիտակ եղենով, այստեղից էլ լուսամուտը նայում է, այս էլ ռոմանտիկ է, ահա, տեսեք ինչ տեսարանը, իրիկունը, որ այստեղ ամբողջ է, այստեղ լույսեր է, ես ես 100 հետ ասեցի, իհարկե ցույց կտամ, բայց հենց գոշավանքը դիմացին, հետ արդեն շատ սիրուն է։ Սիրելի հետևորդներ, այստեղ մահճակալները երկու մահճակալ առանձին են դրված, բայց կարող են նաև միացնել եւ դառնում են նույն մեր մեծ մահճակալները, այնպես որ կարող են այստեղ էլ ընտանիքով քնել, ուզում եմ ասեմ, այստեղ կարող են տեղավորել լիքը մարդիկ։ Ասեմ, որ գնային առումով խոսեցի, բայց ես հիմա ձեզ թվեր չեմ ասի, հյուրատների հետ համեմատած շատ մատչելի գներ են ասում, այստեղ կարող են ոչ միայն զույգ կամ մի ընտանիք գալ, կարող են մի քանի ընտանիք մոտ հարազատներով կամ մի լավ մեծ ընտանիքով գալ, որովհետև տեսեք, այն մյուս սենյակում կարող են քնել 2 հոգի, այստեղ 2-3 հոգի, եթե երեխաներ են ու հյուրասենյակում այն բազմոցը մեծ բացվում է, տրամադրում են սպիտակ եղեն, կարող են այնտեղ էլ քնել եւս 2 հոգի, այսինքն 2, 4, 6, եթե երեխաներ են նույնիսկ 7-8 հոգի այստեղ կարող են մնալ, այնպես որ գրեք հեռախոսը համարը Շուշանիկի, կապվեք հետը եւ մի շաբաթ կիրակի գոնե կտրվեք ձեր առօրյա հոգսերից, կտրվեք այդ ամեն հոգնածությունից ու եկեք այստեղ վայելեք թե բնությունը, թե գոշը, թե այս խաղաղ լռակյաց խախանդ վիճակը, իսկապես ուղակի նստես ու հիմա կասեն այնքան ես ասում խաղաղ, ոնց որ թե քո նավուրիցա քարը քաղաքնին է, էլի ղժբժոցա,
Այդպես չի, բայց յուրաքանչյուրս մեր եղածից օգնում ենք, չէ, ուզում ենք մի անգամ էլ տնից դուրս գալ, ինչ որ տեղ գնալ, տեսնել, շփվել, հոգնեցինք։ Սիրելի հետևորդներ, Շուշանիկի հետ կապվելու համար զանգահարում եք այ այս հեռախոսահամարին։ Ջնջվի թե մնա։ Թող մի քիչ մնա, որովհետև գիտեմ, լիքը հոլովակներում ասում եմ հեռախոսահամար, գրվում է հոլովակի վրա, տեղադրվում է նաև ապիսանյա բաժնում, բայց մեկ է, ինչ որ հետևորդ է դուրս գալիս ու ասում է, համ հեռախոսահամարը չգտա, որ խնդրեմ կասեք, ես էլ սկսում եմ հատ այդքան հարցնողներին գրել։ Այս հեռախոսահամարը Շուշանիկի հեռախոսահամարն է։ Քո խաղաղ անկյունը գոշում, Instagram-յան էջ ունեն, Artica House, կարող եք և այնպես մանգալ, և այնպես մանգալ, և զանգահարել այդ հեռախոսահամարին, կապվել Շուշանիկի հետ, ծանոթանալ շատ մատչելի գներին, ինչքան էլ որ զարմանալի էր ինձ համար իսկապես այդ գները, որովհետև որպես առանձնատուն, այս գնով հաստատ ոչ միտեղ չեք ճարելու, կարող եք գալ ու հանգստանալ։ Էդ էլ այդքանը, հիմա երևի թե մի հատ կամ սուրճ խմենք կամ թեյ խմենք ու մի փոքր հանգստանանք, մինչև արդեն մոտ ընկնի այսօր ման գալու, երևի թե գնանք միայն Գոշավանք, վաղը կշարունակենք, կգնանք Սախի ես վաղվանը սաղասım գենի լեյբան լես, հիլատել անակնկալ մնա էլի Գնացի Ой, վախ մի հետի է պուկեն Մի ես ու հրաչ փորձում ենք տնանք ես ինչ խաղա, ես ինչ չի Ուտը մախել ես տաղնիվնին եմ Հագույներով, կյանք ես սկի չգիտեմ Վայ քոարա Վայե Մի հատ, ինչ տնեմ, սովորական սև թե Սև, սորի խմել չենք, չէ Խելքերն իստեղը կե, էլի Մի հատ սուրճ եմ էփում, սուրճ ենք խմամ ու օյաղանանք Գնացինք է Հոպպա Ay sirun ya Sorry me hakmer O dirun anagarkem Չէ ինչ մեխակ, սիրո կրակ բեր Ասում են թե դու բաղաձայն ես գոհար ճանտ չեք երկիր Հենց երկ եմ վր Գոշումը մի հատ ակրավ չմնա հպարա Աննո շարաբալիկ ջան Շնորհակալություն Վայ, կարող ամի քիչ քնենք հովնենք, նիվեր կինենք գոշավանք Ինչքան վաղտավոր սարքեն է ժողովուրդը Նորա, գիտեմ չէ Հյուրը մեցել է Ասաց քիչ, դե վեր նորա դար Ստան առաջն ուզում են այդ քարը դեպյացա չէ Երևի են ինչ են պիչում են ինչ են Ասմա ուզում ենք էտ անենք մեկ էլ տեսանք որ հասցնում չենք Հենց վեր սիրունան ալդի էլի ավելի տեսքը Չնա աստեղ էլ կոլորիտային է էլի լեմ Քարը բաց վաղտալ եմ մշակը ման լակ պիչում են ինչ են անեմ
կինոզը մարդիկ անցնում։ Հա, սիրուն ալը։ Բրտ, ասում Սիրելի հետևորդներ, մենք երկար ժամանակ մնացինք հյուրատանը, քնեցինք էլ նույնիսկ ու արդեն համարյա թե մութն ընկնում է, եկել ենք Գոշավանք։ Ասեմ, որ հյուրատներով հարուստ տարածք է, մեր իրոք էսպես ման գալով տեսնում ենք, որ մեր գյուղերը այս առումով շատ աղքատ են։ Մի եկեղեցին ինչ հա, նավուրից ակարջ ինչին, գյուղեր ինչ ունի, որ ունենան և տուրիզմը կզարգանա, և լիքը եկող գնացող կլինի, տարածքը աշխուժանա, անընդհատ գնալ, գալով, թե չէ, ես իմ է, չգիտեմ, մի հասանք արդեն եկեղեցին, Գոշավանքն է սիրտ, որ հարցնեն ասեն, որ ես գնացել, ասես Գոշավանք էլի, իմանաս։ Մենակ տենանք, հլա քանի գմբեթ ունի Գոշավանքին, 1, 2, 3, 4 հատ, 4 հատ գմբեթ ունի, ինչ, գմբեթը վերևի են նայի գագաթները, սիրուն աչուձախ, սաղ վարդերա, տարածքն էլ ամենակարևորը շատ մաքուր, մի հատ ավելորդ գցած բան չես տանա, Ես մտնիլ չդեմ։ Ժողովուրդ, այստեղ էլ համասմաս մտնիլ չտեմ համ կրունգնիս կող ես տալ իրաչ, այստեղ էլ մոն վառել ու տեղնա դե իհարկե մութ հա, սա վաղը ցերեկով, հիմա էլ, Ոն պետք է որ տան մոն չէ, մերսի, չէ, տեսարանն էլ, ահա այսպիսին, սար ու ձոր, անտառներ, կանաչ, շատ սիրուն, տարածքը լուսավորված, իսկ այն հյուրատոնը, որտեղ որ մենք այսօր հյուրընկալվել ենք, այս աստեղից էլ ցույց տամ, ոնց ընդեղից է սիրուն երևում ստեղը, նույնն էլ հակառակը, սիրուն է շատ, գիտեմ ամրեխեք, ժողորդ, հագինում եմ, ենա, եթե նույնիսկ են տան հասցեն չգիտեք, ման եք գալիս, ուզում եք գնաք, եկեք Գոշավանք, կանգնեք ուղիղ ու նայեք, կգտնեք հաստատ, մի հատ էլ հեռվից ցույց տամ, որ ավելի հասկանալի լինի, եսպես, Արանքում այնպես չի, այդպիսի բնակարանները շատ են ու կդժվարանաք գտնել, հենա, հենց ուղիղ, խնդրեմ, քո խաղա անկյունը Գոշում, սիրելի հետևորդներ, մի բան էլ ասեմ ու գնամ, ովքեր որ կցանկանան գալ ու հանգստանալ հենց մեր կայանած հյուրատանը, մնացածից տեղյակ չեմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մատչելի է ամեն բան, շատ հարմարավետ է ամեն բան ու այն մարդիկ, ովքեր կզանգահարեն Շուշանիկին ու կասեն, որ հյուրատան մասին իմացել են Շամշադինի համի գոհարից, հաստատ վստահեցնում եմ ձեզ, որ օգտվելու եք զեղչերից ու ինչքան որ մատչելի է գինը, էլ ավելի մատչելի է դառնալու, այնպես որ եթե վերցրեցիք այստեղից համարը, Ապիսանյա բաժնում էլ կա, արդեն մի անգամ էկրանին գրվել է, եթե վերցրեցիք հեռախոսահամարը ու զանգահարեցիք Շուշանիկին, ասեք, որ իրենց հյուրատան մասին տեղեկացել եք Շամշադինի համի գոհարից, ով վստահեցրել է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ու հենց այդ փաստին հավատալով էլ ուզում ենք գանք ձեր հյուրատուն ու տեսեք, թե ինչ հանգիստ են կազմակերպում ձեզ համար նրանք, կզանգեք, կգյակ, պշմեն էլ չտեք հաստատ,
Սիրելի հետևորդներ, եկեղեցուց իջել ենք, այստեղ մի սրճարան է, բացօթյա, այդպես էլի խախանդ ժամա, տեսեք, տեղը ցույց տամ։ Ահա անձրևել պիտի, հենց հաթե պիտի գա։ Այն, ողջ ջան, այն գոշավանքն է, այսինքն եկակ ներքևից է գալի ճանապարհը, ներքևից եկակ աչի վրա գոշավանքն է, ձախ թևին մի նեղարանքով մտնում եք, այս սրճարանն է։ Եկել եք գոշավանք, Ալլայի մոտ սուրճ չեք խմել, ոչինչ, այդ սխալը այս անգամ կուղղեք, կգաք ու այստեղ սուրճ կխմեք եւ ոչ միայն իհարկե հյուրասիրություն, չգիտեմ ինչ մենյուով, բայց կարող եք։ Մի հատ էլ ցույց տամ, տեսեք, այ էսա։ Տեսակ, ինձ թվում է տպավորվեց, ներքևից բարձրացակ աչի վրա գոշավանքն է, ձախ թևի վրա Ալլայի սրճարանն է։ Ես էլ մի հատ ջուր խմեմ, ինչպես միշտ հավեմատ եմ տնամ լմշամ, շատ իմի ջուրն է լավա թե ստի։ Կամերաս այդ պեշի ծորերը հանեցի։ Կարող էնինչ ջանի, հիշատակին, հրապարակ։ Ջուրն էլ վարար, ու ես իշքան է սառը, մամուչկի, տնաս միշտ է սառը։ Բայց լավն էր, ասեմ իմանակ։ Տակ գաթա, սալորաճիր, կամպոտ, սառը սուրճ, տնական թան, թեյ խոտաբույսերով։ Ահա եւ մենյուն, ես էլ ասում եմ, չգիտեմ ինչ մենյու է։ Իմացա, ձեզ էլ ասեցի։ Ցուրտ եղանակին խոտաբույսերով թեյ եք խմում, տաք եղանակին էլ սառույցով սուրճ եք խմում։ Դե գնացինք։ Ես բնական ծաղիկն է, չէ, ինչի միջի է, բաժակի։ Կացրիլա, կացրի։ Այս ռոզվից անուշա հոյտը կյանք։ Սիրելի հետևորդներ, հետա այսօրն էլ այսպես ենք ավարտում։ Մի այն ձև կարկուտ եկա, որ հենվրաս մանձրևից փախչողը կարկուտի տակ անգնեմ հիմա ինքինք։ Գյուղից փախանք եկանք ու ընկանք կարկուտի տակ։ Լավա գոնե Ալլայի մոտ որ սուրճ էինք խմում, ասեց քաշեք գոնե այս ծառերի տակ ստեղ ծառեր կան։ Եթե չքաշեր մեքենան ընդեղ թաթուլիկս հիմի հաստատ փշրվել էր։ Ուրիշ մեքենաներ կար, որ մեկի լուկն էր կոտրվել, մյուսի պարբրիսներ կոտրել, մի հատ էլ ցույց տամ, էլի շատ մեծ են, երկու հատը բռիշ չափով ու գոնե ինքս օտլիկ կոկլիկ չի։ Շատ կոշտ։ Առաջը մեկն ենք ավեսիչ կարկուտներ, ձուն դրել է ձվից մեկ մտարել կարկուտ։ Են հավոդիսկից, տեսեք, երկու հատը ափիշ չափ։ Ավելի է մեծ։ Ձուն դրել է, ավելի մեծ է, հա։ Հələ։ Այդ որտեղ հա։ Այստեղ է գյուղից է։ Եվով պամիշխանյա, մեր գյուղավոր։ Այնպես որ շատ լավ չէր, լիքը մարդիկ վնասվել են հաստատ մեքենաները ռեմոնտի է։ Դե լավ, վատ նոտայից անցնենք լավ նոտային, մերն էլ է մի քիչ կապոտին, կրիշին, փոսիկներ ունի, բայց դե ինչ անենք է։ Սիրելի հետևորդներ, այստեղ ես արդեն ձեզ ցույց տամ հեքիաթի տնակ ոնց որ լինի։ Այս դիմացից որ քարերը երևում է ճիշտ է կոլորիտային է, բայց իրանք դա էլ են փորձում սարքել։ Մի քանի օր որ ուժ գայինք, էդ էլ արդեն ամբողջությամբ սարքած ու սիրուն կլիներ։ Ամբողջ տարածքը այսպես ես եկեղեցուց էլ գոշավանքից էլ այս կողմի վրա ցույց տվեցի ու շատ սիրուն ինձ թվում է երևաց, հիմա էլ մոտիկից եմ ցույց տալիս, իհարկե որ եղանակը լավ լիներ, անձրև չգար, դրսում կնստեինք, արևածաղիկ կուտեինք, տոգիկ կկարդայինք, տոխախ կխաղայինք, բոլորով իրանց հետ միասին, ժողովուրդ, այստեղ կարող եք գալ եւ այսպես առանձին ուղակի դուք կտրվել ձեր ընտանիքով կամ ձեր հարազատներով հանգստանալ եւ իրանք այնքան շատ լավ տնստանա ընտանիք էին, որ
այնքան էլ կարիք չկա, որ մենք այսպես առանձնանանք ու ասենք, չէ, մենք եկել ենք հանգստանալու։ Հանգստանալն իր տեղն ունի, շփվելը իր տեղն ունի, հաստատ մարդկային արժեքներին ոչ մի բան չի հասնի, ոչ մի բան։ Այստեղից էլ այնա գոշավանքը արդեն լույսերի մեջ։ Մի խոսքով էս էլ մեր այսօրը։ Երևի թե արդեն ձեզ այսօրվա համար հաջողանեմ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ովքեր որ ուզում են կապնվեն Շուշանիկի հետ, Ապիսանյա բաժնում կգտնեք իր հեռախոսահամարը, զանգահարեք, կապնվեք, ասեք Շամշադի մի համի գոհարնա ձեր համարը տվել։ Իր վիդեոյում ենք տեսել, այնքան գոված, որ ձեր հյուրատունը լավն է, որ այդպես որոշել ենք, որ գանք այդտեղ հանգստանանք ու վստահ եմ, որ չեք փոշմանելու։ Էդ էլ դա է։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքից, դեռ հետագայում այնքան լավ հոլովակներ ենք ունենալու, այնքան հրավերներ ունենք ժողովուրդ, այս տավուշի մարզում էինք այս անգամ Գոշ գյուղում, բայց տարբեր մարզերից հրավերներ ունենք ու ըստ հերթականությամբ արդեն ցուցակագրում եմ, որ հերթով ինչքան հասցնենք գնանք, հաջորդը երևի թե հոլովակներ էլի կտեսնեք էջումս մինչև էդ, բայց հրավեր ունենք Արտաշատից, գնալու ենք Արտաշատ ու մի համով հոլովակել այնտեղ ենք նկարելու։ Այնպես որ ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց ինչ որ մի այսպիսի աշխատանք, իրենց գյուղը, իրենց մի գյուղում գտնվող մի սիրուն վայր, մի համով պատմություն գրեք ինձ կամ զանգահարեք։ Ես մեծ սիրով տեսախցիկս վերցնում եմ ու գամ։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքից, լայքել հոլովակներս եւ գրել մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով։